Փոքրերի աշխարհի ամենավառ ներկայացուցիչը Լիդուշիկը շարունակ զարմացնում է իր աշխատասիրությամբ։ Նա մշտապես փնտրտուքների մեջ է եւ շատ բծախնդիր է անգամ հագուստի ընտրության հարցում եւ անգամ վերջերս նոր մասնագիտություն է յուրացնում։ Ես այժմ գտնվում եմ Իրինա Ռագինայի անվան Գեղասահքի մարզադպրոցում։ Նախ ասեմ, որ իմ մայրիկը եւ մորաքույրը տարիներ շարունակ զբաղվել են գեղասահքով եւ ես անձամբ նրանց մի փոքր նույնիսկ կարելի ասել նախանձում եմ, որ նրանք լրջորեն զբաղվել են գեղասահքով, որովհետեւ գեղասահքը ես արդեն կարելի է ասել մոտավորապես 1 ամիս է ինչ հաճախում եմ, որովհետև այստեղ տեղի ունենալու մեծ միջոցառում, որի ժամանակ ես նաև ելույթ եմ ունենալու, երգելու եմ եւ սահելու եմ փոքրիկ գեղասահորդ հուհիների եւ գեղասահորդի հետ։ Նրանք սկսնակներ են, բայց ինձնից լավ են սովորում։ Այն ինչ-որ խոսում ենք նախնական կապված տեսավակի սցենարի ու նոր կերպարի հետ, մի քիչ մտածելով թե ոնց կարելի է այդ ուղղվածությունը անել, այսինքն դեպի ոչ շատ ինքը չհիշացնի զինվորի կերպարի, բայց լինի ուժեղ երիտասարդ աղջկա կերպար, որը երգում է հենց իր ազգի ու բանի մասին, այսինքն մի փոքր հիմիկվա տրենդերը օգտագործելով այդ միլիտարի ոճը ժամանակակիցի մեջ փորձել եմ ինչ-որ լուծումներ տալ ըստ այդ կերպարի ու կարծում եմ երկու տարբերակից մեկը կընտրենք։ Ես Արամի հետ Նիկոլյան համագործակցում եմ արդեն 7-8 տարի 2008-9 թվականից։ Մենք Լիդուշից սկսել ենք համագործակցել 2008-9 թվականներից, եթե չեմ սխալվում, Սիկի այդ երգի սկսած, ներկա եմ եղել իր այդ փուլային զարգացմանը ու փորձել եմ իմ օգնությամբ, իմ գիտելիքներով իր կողքին լինել ու անել ամեն ինչ, որ ճիշտ կերպարային երևա, թե տեսալավակներում, թե բեմի վրա, որովհետև շատ դժվար է իրականում մանկական հագուստ անելու ու չկորցնել այդ մանկականությունը ու երբևիցե չխառնել տարիքային այդ սահմանները, որովհետև ես ինքը շատ կարևորում եմ տարիքային շեմը ու միշտ դեմ եմ, երբ որ տարիքից մեծ են երևում երեխաները։ Այս պարագայում ամեն ինչ արել ենք, որ Լիդուշը իր տարբեր տարիքային խմբերում միշտ շեշտվել է հենց իր այդ տարիքային խումբը, որոնք որ այդ պահին ինքը եղել է։ Արտահայտիչ իր այդ բրաշկան ու օգտագործենք ընդհանրապես ֆակտորան ու գույնը իր, որպես զինվորական հագուստ։ Մենք Արամի հետ քննարկեցինք հերթական երգի տեսահոլովակի զգեստի ձևը
ինչպես նա պետք է լինի, բայց երբ որ արդեն կզրուցենք ռեժիսորի հետ, կհասկանանք, թե ինչ պետք է տեղի ունենա, ստայդում արդեն կորոշենք, թե որ տարբերակն է ավելի համապատասխան։ Շատ հեշտ է աշխատելը Լիդուշ հետ, որովհետև կա փոխադարձ ամենակարևորը վստահություն ու երբ որ դրվում է կոնկրետ խնդիր, մենք փորձում ենք այդ խնդրի միջոցով համագործակցել ու լուծել այդ խնդիրները, ընդդիմանալով մեկս մյուսին, որի արդյունքը ինձ թվում է բոլորը տեսել են ու որի արդյունքում մեր ստացված աշխատանքն է։ Ես վստահում եմ Արամին, վստահում եմ նրա ասած ամեն խոսքին, գիտեմ, որ արդեն վերջնական տարբերակը զգեստի շատ գեղեցիկ է լինելու։ Իմ բոլոր բեմական հագուստներով զբաղվում է հենց Արամը Նիկոլյան, եթե իհարկե նաև տեսահոլովակների ընթացքում հարկավոր լինում հագուստներ դրանց ունի պես։